Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցը փակել է, սոցիալական բեռ է դարձրել, ընդամենը վերածել է սոցիալական բեռի, ասում է, մենք պետք է ասենք, մտածենք այս ժողովրդի այստեղ Հայաստանի այս տարածքում նրանց տնավորման մասին։ Հիմա Բևերը սրան ինչպես է հակադարձում։ Բևերը պատասխանում է հետևյալ ձև, եթե դուք չես լուծում ռազմավարական խնդիրները, լուծում ես սոցիալական խնդիրները, Արցախի դառը ճակատագիրը ցույց է տալիս, որ այդ ամբողջը վերջանում է կործանումով։ Արցախում էլ դպրոցներ կառուցեցին, եկեղեցիներ կառուցեցին, ճանապարհներ կառուցեցին, բայց չլուծեցին ռազմաստրատեգիական, աշխարհաքաղաքական կողմնորոշման մեծագույն հարցերը։ Սա է Հայաստանի որից բխում է պաշտպանական հարցը, որովհետև հույսները դրել էին, որ Ռուսաստանը չպետք է թողի 3 օրից ավել պատերազմ լինի եւ այլն եւ այլն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգը կեղծ օրակարգ է։ Դա կեղծ խաղաղություն է։ Մենք բոլորս ենք հասկանում եւ այստեղ պարոն Սաֆարյան ճիշտ ասեց, որ պարզապես այսօր սա տակտիկական լռություն է եւ քանի որ Ալիևը շահագրգռված է Նիկոլ Փաշինյանին տալ քարոզչական հնարք, որ իբր չկա պատերազմ, իբր դա գետը ասում են խաղաղություն է, ցույց տվեք ինձ այդ փաստաթուղթը, որ փաստաթղթով է խաղաղությունը, հələ չեմ ասում դաշտի վրա, գոնե թղթի վրա ինձ այդ խաղաղությունը ցույց տվեք, չկա, ընդամենը կա մի նախաստորագրած փաստաթուղթ, որը դեռ պետք է ստորագրվի, վավերացվի եւ այլն։ Մյուսը, եթե անգամ դա ստորագրվի, վավերացվի եւ այլն, էլի որևէ երաշխիք չկա։ Հիմա մենք հենց սա ենք փորձում խնդիրները, առաջնահերթության հարց կա, սխալ է մտածել, որ գնում է սոցիալականից, այո, դա ժողովրդին ավելի հասկանալի է մոտադրամալ, ես ասեցի մենք գաղափարական կուսակցություն, որտեղ տեսեք ռազմավարական լուծմանը կանք պարոն։ Հա, հիմա կգանք, բայց ուզում եմ ասեմ, Նիկոլ Փաշինյանը խոսում է ժողովրդի սոցիալական եւ գայթակղում այդ հարցերով, բայց փակում է 230-ից ավել դպրոց, որից 215-ը գտնվում են որպես գյուղերում են եւ գյուղի միակ դպրոցն է։ Այսինքն ինքը փակում է 215 գյուղ, որի կեսը սահմանամերձ է։ Հիմա հարց, իր այդ հրճակած 500 դպրոց նորոգելը ում է պետք, որը չէ նորոգի, 100-ն էլ չկա, որից ասենք 237 կարծեմ դպրոց փակում են եւ գյուղերը սպանում են։ Ավելի լավ չի չխոսալ 500-ի մասին եւ զբաղվել ստրատեգիական հարցերով, կրկնում եմ։ Հիմա ռազմավարական հարցը հնչեց ինչպես պիտի լուծվի Արցախի հարցը։ Նայեք, Արցախի էլի ստրատեգիական սխալն էր, որ մտածում էին ոմանք, որ եթե մենք դե ֆակտո վերահսկում ենք Արցախը, ուրեմն խնդիրը լուծված է։ Մենք հենց ազգային ժողովրդական բևերը բազմիցս ասում էր, որ Արցախը որպես Հայաստանի մարզ պիտի լինի։ Ինչու՞, որովհետև սա հնարավորություն է տալիս իրավական փաստաթղթերով դա ամրագրել։ Եթե դու ասում ես ինքնորոշում, այդ դեպքում ուրիշները պիտի ճանաչեն, բայց արդեն կատարված իրողությունների եթե դու հրճակեր։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը այս խաղաղությունը շարունակեց, այստեղ նստածներից առնվազն 2 հոգի պիտի Բաքվի բանկ գնա։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, ցուցակներով ուղարկելու է։ Կարող է շատերն ասեն հնարավոր չի։ Մոռացել եք 20-ականներին ունեցել ենք այդ բանը, որ այսինքն մարդկանց ուղարկել են եւ բոլշևիկների բանդ եւ Բաքվի բանտերը։ Հիմա Բևերի ծրագրից խոսենք, լավ, խորհրդարանական խմբակցություն է։ Խորհրդական խմբակցությունը բարձրացնում է հարցը հետեւյալ ձևով։ Ինչպես լուծել Արցախի հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղություն ենք բերել, Բևերն ինչ է ասում։ Անվտանգություն։ Բևերը ասում է մենք ենք բերում խաղաղություն։ Որովհետեւ կրկնում եմ, որովհետև մենք եթե խարսխում ենք խաղաղության լուծումը տարածքային ամբողջականության վրա Հայաստանի Հանրապետության, այդ դեպքում ագրեսորն ու օկուպանտը Ադրբեջանն է եւ ոչ թե մենք։ Եվ այս մեղադրանքները, որը Ադրբեջանը այսօր հիմք է պատրաստում հաջորդ պատերազմի համար, դու չեզոք ասում ես։ Մյուսը հարցը մենք միշտ հստակ դրել ենք տարածքի հարցը նշանակում է տվյալ տարածքի վրա տիտղոսի հարցը։ Պիտի բարձրացնենք դու միջազգային դատարանում, թող դատարանը որոշի, թե ում տիտղոսն է պատկանում։ Մի կողմից Ադրբեջանը հրաժարվել է իրավահաջորդությունից սովետական Հայաստանի, իր սահմանադրության մեջ հռչակագրում ասում է ես իմ առաջին հանրապետության իրավահաջորդն եմ, բայց մյուս կողմից Հայաստանը սովետական սահմաններով է ուզում այդ այսպես ասած դելիմիտացիա եւ դեմարկացիանի։ Իմիջիալից ուզում եմ շեշտել, որ Հայաստանը բազմիցս հայտարարել, Հայաստան չի, Հայաստանի այսպես կոչված վարչապետը, որ ինքը ճանաչում է սովետական սահմանները,
Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն դրա շուրջ չի եղել, որ իրենք ճանաչում են Հայաստանը անգամ սովետական սահմանը։ Ոչ դե յուրե հայտարարություն, ոչ դե ֆակտո գետնի վրա։ Մենք գիտենք, որ այսօրվա վիճակով 250-ից ավել քառակուսի կիլոմետր գրավված է։ Այսինքն Գործնական քայլերը չասեցիք Ասեցի ոնց խորհրդարանում հարց ես բարձրացնում իրավահաջորդության հարցը։ Բայց մեծամասնությունը Նիկոլեն կլինեն մյուս ուժերը։ Առաջի քայլը պիտի հարցը բարձրացնես խորհրդարանում։ Խորհրդարանից այդ հարցը հետո դու պիտի տեղափոխես միջազգային դատարան։ Դու պիտի այդ հարցը դնես, ժողովրդային մոբիլիզացիա։ Բանը, իշխանությունը, ներկայությունը իշխանության մարմիններում դա հնարավորություն է ձայնը լսելի դարձնելու։ Հիմա մեզ չգիտեմ ինչքան մարդ է նայում եւ կնայի, վստահեցնում եմ ձեզ։ Եթե խորհրդարանում մենք ունենանք ներկայացուցիչներ, իրենց ձայնը տասնապատիկ ավելի է լսելու։ Մենք բացատրենք ցավոք սրտի, Բևերի թույլ կողմերից մեկը նա է, որ ժողովուրդը ոչ թե գիտի մեր ասածը, ոչ թե լսում է մեր ասածը, այլ մեր մասին ուրիշների զրպարտանքով լցված հերուրյանքը եւ այդ ձևա կազմում։ Դա համար սա շատ կարեւոր է։ Եվ այդ քայլերը ես կրկնում եմ խորհրդարան միջազգային ասենք իրավունքի իման վրա խնդրի լուծում ես մի հարցը նշեցի կանխել Ադրբեջանի նկարտումները Հայաստանի նկատմամբ այդ թվում նաև 150 միլիարդ դոլարի այսպես ասած եւ նաև որի հիման վրա նաև գործնական մենք խոսել ենք կրկնում եմ բա ՆԱՏՕ-ի ոչ անդամ ամնի գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որի հետևորդ եղել ենք, որի ուղղությամբ մենք բավականին արդեն աշխատանք եւ մոտենում ենք, միթե դա գործնական, դրանց էլ ավել գործնական, մի նախադասություն էլ։ Խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի ասելով չի լինում։ Խաղաղությունը լինում է ռազմաքաղաքական հավասարակշռության հիման վրա։ Նիկոլ Փաշինյանը ավելի է խախտել հավասարակշռված քաղաքականություն ենք մենք վարել։ Ոչ, սուտ է ասում։ Դա հավասարակշռված, երբ որ հավասարակշռ այն դեպքում կլներ, երբ որ Հայաստանը իր սահմանադրության փոխելու եւ հրաժարվելուց անկախության հռչակագրի նույն բանը աներ Ադրբեջանը, որի մասին ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ նրանց հռչակագրի մեջ դա չկա։ Մյուսը ինքը ասում է մենք անգամ Տիգրան Մեծի շրջանից պիտի հրաժարվենք, մեր դպրոցներում չդասավանդենք, որովհետեւ սա ազգայնականություն է բերում։ Իսկ հենց մի հատ նայեք բանը, ադրբեջանական կրթական համակարգը ինչ, այսինքն խաղաղությունը առնվազն երկու կողմերի համընթաց ընթառաջ գնացող շարժում է։ Մենք տեսնում ենք մի կողմից թշնամության աճ, մյուս կողմից սա պատրանք է։ Պատրանք է ընտրությունների համար ժողովրդի վրա ծախելու այս ժամանակավոր դադարը։ Մենք ասում ենք, որ մենք խաղաղության կողմնակից ենք, մենք խաղաղության կուսակցություն ենք, հենց դրանով, որ ասում ենք պետք է պատրաստ լինել երկիրը պաշտպանելու։